Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, այս եթերաժամին դիտեք։ Փաշինյանի և Թրամփի կիսատ մնացած զրույցը ինչ էր ուզում ասել Հայաստանի վարչապետը ԱՄՆ նախագահին։ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը հայ-ադրբեջանական երեկվա քննարկումների օրակարգում է եղել։ Առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցն է քննարկվում։ Թող ազատ արձակեն Սամվել Կարապետյանին եւ տեսնենք, թե ով ուր է հասնում, ով ուր է հաղթում։ Գազայի խաղաղության համաձայնագրից ժամեր անց Թրամփի խաղաղության ծրագրի ամբողջական իրագործման շուրջ մի շարք հարցեր են ծագել։ Ինչ հիմքով էր քաղաքապետը պնդում, թե Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դիտավորություն էր։ Գյուղացին խաղողի մթերման խնդիրների առաջ է կանգնել։ Ինչ արդյունքներ տվեց Շարմ էլ-Շեյխ Նիկոլ Փաշինյանի այցը։ Ֆորմալ առիթը Մերձավոր Արևելյան խաղաղության գագաթնաժողովն էր, որին մասնակցում էին նաև Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահները, ղեկավարներ, որոնց ստորագրությունն է դրված խաղաղության և ապաշրջափակման հռչակագրի տակ։ Ուստի լավ առիթ էր թղթի վրա ամրագրված հայտարարությունների իրագործման հարցեր քննարկելու համար։ Պաշտոնապես հայկական կողմը Թրամփի ու Ալիևի հետ Փաշինյանի զրույցներից մանրամասներ չհաղորդեց, բայց միջազգային լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել են ԱՄՆ նախագահի հետ Հայաստանի վարչապետի զրուցելու ջանքերը։ Ինչ էր ուզում ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահին, որ այդպես էլ չհաջողվեց։ Արտերկրի լրատվամիջոցները արձանագրել են պահը, թե ինչպես է Փաշինյանը մոտենում բեմում ելույթ ունեցող ԱՄՆ նախագահին, փորձում նրա ուշադրությունը հրավիրել, կանչելով «Պարոն նախագահ»։ Թրամփը, որ այդ պահին շնորհակալություն էր հայտնում Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին, խոսքն ընդհատելով Փաշինյանին ասում է, որ մոտ գա, ապա շարունակում է ելույթը։ Սպասելով, որ Թրամփն ավարտի խոսքը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է ԱՄՆ նախագահին, թե ով է ինքը, ապա շնորհակալություն հայտնում նրան, թերևս Վաշինգտոնյան խաղաղության գործընթացի համար։ Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ, և հիմա դուք։ Երբ շնորհակալական խոսքերից հետո Փաշինյանը փորձում է շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփն արդեն շարունակում է շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբոո Սուբիանտոյի հետ, կիսատ թողնելով զրույցը Փաշինյանի հետ։ ԱՄՆ նախագահը, որ առիթը երբեք բաց չի թողնում հիշեցնելու, թե ինչպես իրեն հաջողվեց լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը, հաճախ շփոթելով երկրների անունները, երեկ Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ նկատելով Ադրբեջանի նախագահին, կրկին հպարտացավ, թե ինչպես իրեն հաջողվեց մեկ ժամում լուծել ավելի քան 30 տարվա կռիվը։ Թրամփը, սակայն, այդպես էլ չհիշեց, որ չնայած իր միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությանը, Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել 23 հայ գերիների։ Azerbaijan. Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը։ Ադրբեջան։ Որտեղ է քո հայրենակիցը։ Իրար հետ հաշտեք, չէ։ Նրանք կռվել են 32 տարի և մոտավորապես 1 ժամում մենք կարգավորեցինք այն։ Այդպես է, չէ։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են։ Ինչպես Թրամփը բնութագրեց, միմյանց հետ լավ հարաբերություններ ունեցող Փաշինյանն ու Ալիևը երեկ Շարմ էլ-Շեյխում կարճատև շփում են ունեցել, սակայն հայտնի չէ, թե զրույցի ընթացքում ինչ հարցեր են քննարկվել։ Արդյոք Փաշինյանը բարձրացրել է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չկան։ Գազայի խաղաղության գագաթնաժողովին ընդառաջ Պաղեստինյան Համաս շարժումը ազատ արձակեց 20 իսրայելցիների, որոնք պատանդարվել էին 2 տարի առաջ։ Իսրայելն էլ իր հերթին ազատ է արձակել շուրջ 2000 պաղեստինցիների։ Ինչու Վաշինգտոնում կրկին Թրամփի միջնորդությամբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Բաքուն այդպես էլ ազատ չի արձակում հայ գերիներին։ Ի վերջո, ինչպես ԱՄՆ նախագահն է պնդում, իրեն հաջողվել է լուծել խնդիրը։ Ինչպես եւ միշտ այս պահին ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում
մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ համատեղասուլիսում տեղեկացրեց, որ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը երեկ Շարմ էլ Շեյխում քննարկել են ադրբեջանցի գործընկերների հետ։ Միրզոյանը սակայն կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չասաց, միայն հույս հայտնեց, թե առաջիկայում այս հարցի վերաբերյալ լավ նորություններ կունենան։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Արարատ Միրզոյանը երեկ զրուցել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես են արձագանքել ադրբեջանցի պաշտոնյաները հայ գերիների ազատ արձակման հարցին, Միրզոյանն այսօր չհստակեցրեց։ Այն, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել առանց գերիների ազատ արձակման, ԱՄՆ նախագահային ուղղված նամակում շեշտել է Վաշինգտոնում տեղակայված Ամերիկայի հայկական համագումարը։ Տասնամյակներով հայկական հարցերով զբաղվող կազմակերպությունը կոչ է արել Դոնալդ Թրամփին ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը։ Ինչպես ԱՄՆ նախագահին դա հաջողվեց անել Գազայում Համասի կողմից գերեվարված իսրայելցիներին ազատ արձակելու դեպքում։ Ամերիկայի հայկական համագումարը նաև հիշեցրել է, որ 2 ամիս առաջ Դոնալդ Թրամփը խոստացել էր այդ հարցով դիմել Իլհամ Ալիևին։ Ինչ փուլում են TRIP ծրագրի իրագործման աշխատանքները եւ առաջիկայում սպասվում են արդյոք նորություններ։ Հայաստանի արտգործնախարարը ֆինլանդացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուրիսին առանց փակագծեր բացելու այսօր դարձյալ շեշտել է։ Թրամփի ուղու վերաբերյալ տեխնիկական լուծումներն ամերիկյան կողմի հետ դեռ պետք է հստակեցվեն։ Երևանն ու Վաշինգտոնն այդ ուղղությամբ աշխատում են։ Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի ստորագրումից անցել է ավելի քան 2 ամիս, բայց Թրամփի ուղի անվանումը ստացած ճանապարհահատվածի շահագործման մասին բազմաթիվ հարցեր մնում են բաց, թե ամերիկյան կողմի հետ քննարկումները կոնկրետ ինչ հարցերի շուրջ են։ Նախարար Միրզոյանը այսօր միայն ասել է, մինչ այս պահը համաձայնեցված է միայն այն, ինչ գրված է Վաշինգտոնյան հռչակագրում։ Հայաստանյան երկաթուղու հատվածը TRIP ուղին պետք է դեռ շարունակվի, ուրեմն պայմանները, տեխնիկական լուծումները պետք է դեռ հստակեցվեն Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Մենք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգոստոսի 8-ից հետո արդեն ջանքեր են գործադրել այս ուղղությամբ եւ դա էլ մեր հենց ամենօրյա բառերուն իմաստով աշխատանքն է, երբ որ մենք ունենանք վերջնական ամբողջական պատկերացում, նաեւ կհանրայնացնենք այդ պայմանները, կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի ուրեմն պատասխանատվություն այդտեղ կառուցապատման եւ հետագա շահագործման ուղղությամբ վերջը բոլոր մանրամասները, որոնք դեռ պիտի հստակեցվեն, կհստակեցվեն եւ կհանրայնացվեն։ Բաց է մնում նաև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը։ Նախաստորագրումը Վաշինգտոնում էր, որի ժամանակ Բաքուն հասավ իր մի նախապայմանի իրագործմանը, Ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խումբը լուծարվեց։ Ստորագրման համար առաջ քաշած երկրորդ Հայաստանի սահմանադրությունը փոխելու նախապայմանից էլ չի հրաժարվում։ Արարատ Միրզոյանն ասում էր, որ հարցն օրակարգային չէ, բայց Փաշինյանի իշխանությունն ինքն է նոր սահմանադրություն մշակում, Բաքվին անհանգստացնող խաղաղության ներողություն անկախության հռչակագրին հղումն էլ ըստ վարչապետի նախագծում չպետք է լինի։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի արչեւ չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ադրբեջանը շարունակում է նախապայմանը դնել այդ պայմանագրի ստորագրման համար, մենք այս կապվածությունը, այս նախապայմանը չենք ընդունում, արդեն ասեցի։
Տեղափոխվենք հակակոռուպցիոն դատարան, որտեղ արդեն 5-րդ ժամն է ընթանում է Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի հարցով քննությունը։ 4 ամիս առաջ նա կալանավորվեց իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո։ Այսօրվա նիստից ժամեր առաջ իրավապահները նոր դրվագով լրացրեցին գործարային վերագրվող մեկ այլ փողերի լվացման մեղադրանքը։ Այժմ ուղիղ կապ ենք հաստատել դատարանի մոտ աշխատող իմ գործընկեր Նաիրա Բուլղադարյանի հետ։ Նաիրա, բարի երեկո, արդյոք այս ժամերի ընթացքում ընդմիջում հայտարարվել է եւ փաստաբանները որևէ տեղեկություն հայտնել են փակ քննությունից։ Աստղիկ, բարի երեկո, 4 ժամից ավելի է ինչ դատավարությունը ընթանում է, բայց որևէ նորություն հայտնի չէ, փաստաբանները դատական նիստերի դահլիճից առհասարակ դատարանից դուրս չեն եկել, նիստը փակ է եւ որևէ տեղեկություն մենք այս պահին չունենք, թե ինչ քննարկվեց, ուր հասան եւ երբ կավարտեն։ Նաիրա, իրավապահները ինչպես են հիմնավորել կալանքի երկարաձգման միջնորդությունը, արդյոք հիմքում նաև երկրորդ փողերի լվացման մեղադրանքն է դրվել ու միջնորդության մեջ երկարաձգման ինչ ժամկետ է նշված եւս քանի ամսով։ Աստղիկ, քննչականը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան եւ ներողություն, թե ինչու է երկարաձգել, ինչ պատճառաբանությամբ, որևէ հայտարարություն չի արել, փակագծերը չի բացում։ Ինչ վերաբերում է փողերի լվացման հոդվածի երկրորդ դրվագին, որի մասին քննչականը 3 հայտարարեց մի քանի ժամ առաջ հայտարարեց այս միջնորդության ներկայացնելուց առաջ, այս մասին էլ որևէ բան չեն ասում։ Միայն նշում են, որ ըստ էության 3 հոդվածով է մեղադրվում Սամվել Կարապետյանը իշխանության զավթման կոչի, հարկեր տուրքեր չվճարելու եւ փողերի լվացման հոդվածով 2 դրվագ կա, որը առաջին դրվագը ավելի շուտ է եղել, այս երկրորդ դրվագը նոր է, բայց չեն ասում, թե կոնկրետ մարդը իր ընկերությունով ինչ է արել, որը իրենք որակել են հանցագործություն եւ այս 3 հոդվածներով էլ այսօր մտել են դատարան, որպեսզի երկարացնեն կալանքը։ Նաիրա, իսկ փաստաբանները ինչ հակափաստարկներով էին պատրաստվում հիմնավորել, որ ոչ Կարապետյանը պետք է ազատ արձակվի։ Աստղիկ, ի սկզբանե նրանք հայտարարում, որ այս գործը շինծու է, քրեական չէ, իրավաչափ չէ որևէ մեղադրանք, այն քաղաքական ենթատեքստ ունի եւ պնդում են, որ ոչ միայն պետք է ազատ արձակվի, այլ առհասարակ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Նշում են, որ абսուրդ են որակում օրինակ տնտեսական եւ ֆինանսական հոդվածներով մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հայտնի արտահայտության իշխանությունը զավթելու կոչի հետ կապված, անգամ նրա միջազգային փաստաբաններ այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին խոսելիս նշում, որ սա ուղղակի զավեշտալի է եւ ամոթ է Հայաստանի համար։ Why is Samuel Karapetyan in jail in Armenia is a question everyone must ask. Ինչու է Սամվել Կարապետյանը բանտում Հայաստանում։ Հարց, որը բոլորը պետք է տան։ Նա բացարձակապես անմեղ է։ Նրան ձերբակալել են, երբ նա Հայաստանում էր հոր հիշատակը հարգելու համար։ Նրա 40-ին։ Դա քաղաքական ցույց չէր։ Նրա խոսքերի համատեքստից շատ պարզ է, որ իշխանության տապալումը վերջին բանն էր, որ նրա մտքով կարող էր անցնել։ Եվ թույլ տվեք ասել եւս մեկ բան։ Հայաստանը գտնվում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո։ Այս երկրի վարչապետը, ով մեզ բոլորիս անհարգալից է վերաբերվում իր խոսքերով եւ զրպարտություններով, այդ թվում նույնիսկ վերջերս իր աշխատակազմի ղեկավարի կողմից ինձ վիրավորելով, Facebook-ում անընդհատ զբաղված էր եկեղեցու մասին բացարձակապես ցնցող մեկնաբանություններով։ Եվ երբ այս մեկնաբանությունները պարոն Կարապետյանի կողմից արվեցին կրոնական միջոցառման ժամանակ, միայն այս հարցակումն արդեն իսկ մեղադրանքները անվավել է դարձնում։ Մինչև հունիսի 17-ը պարոն Կարապետյանը նույնիսկ քրեական գործով որպես վկա չէր անցնում։ Եվ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը ակնհայտորեն վախեցած ներքաղաքական հանգամանքներից հարձակվում է մի տղամարդու վրա, ով մասնակցում էր իր հոր մահվան հետ կապված կրոնական միջոցառմանը։ One strains to even understand.
Մարդ դժվարանում է նույնիսկ հասկանալ այն վախը, որ պետք է մղի վարչապետին նման անհեթեթ մեղադրանքներ առաջադրելուն։ Ուղղակի չի տեղավորվում գլխումս, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Մենք դիմելու ենք Եվրամիությանը պահանջելով, որ նրանք դատապարտեն Հայաստանին քաղբանտարկյալներ ունենալու համար։ Փառք Աստծո, 3 Սամվելի հետ հանդիպելուց հետո կարող եմ ձեզ հայտնել, որ նա ուժեղ մարդ է, լավ տրամադրությամբ։ Այսպիսով, այսօրվա դրությամբ նա ավելի քան 110 օր է անցկացրել այս դաժան պայմաններում։ Ես ոչ մի կերպ չեմ մեկնաբանում բանտի անձնակազմը, ես խոսում եմ միայն բանտի պայմանների մասին։ Նաիրա, իսկ մոտավորապես երբ հայտնի կդառնա դատարանի որոշումը։ Ասիկ սովորաբար մի քանի ժամ են տևում նման դատականիստերը, 4-ից սկսվել է եւ նախապես ինձ ասել էին, որ հնարավոր է մինչեւ կեսգիշեր տևի, բայց պարզ չէ, թե իսկապես ինչքան կտևի։ Նաիրա, նաև դատարանի առջև մարդիկ կան հավաքված, ինչ պահանջով, ովքեր են Կարապետյանի աջակիցներն են, արդյոք քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ևս կան։ Աստղիկ մի քանի տասնյակ մարդ է այստեղ հավաքված, սովորական շարքային քաղաքացիներից մինչև իսկապես քաղաքական գործիչներ, Դաշնակցությունից, Հանրապետականից, Լուսավոր Հայաստանից, եւ նրանց պահանջը մեկն է ազատ արձակել իրենց բնորոշմամբ շինծու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։ Այստեղ ելույթ լրագրողների հետ հարցազրույց ունեցավ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը, նշեց, որ իրենց մեր ձևով շարժումը օրեցօր ժամ առ ժամ թափ է հավաքում, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենք արդեն հայտարարել են իրենց քաղաքական օրակարգի մասին։ Եվ իհարկե նշեց, որ իրենց պահանջը մեկն է, որ ազատ արձակվի Սամվել Կարապետյանը, բայց նաև հասկանում են, որ թե ինչու է իշխանությունը նրան պահում կալանքի տակ, պահում է կալանքի տակ, որովհետև վախենում է։ Կալանքը, ձերբակալությունը վախի արտահայտում է։ Իրենք վախենում են, եթե տենց վստահ են իրենց վրա, ել եմ ուզում ասեմ, թող ազատ արձակեն Սամվել Կարապետյանին եւ տեսնենք թե ով ուր է հասնում, ով ուր է հաղթում։ Եթե չեն անհանգստանում, մենք թող իրենք չվախենան Սամվել Կարապետյանից, եթե չեն վախենում Սամվել Կարապետյանից, թող ազատության մեջ լինի նա, մի շաբաթ հետո մենք տեսնենք ինչ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական ընդհանուր դաշտում եւ ինչ իրավիճակ է մեր հասարակության մեջ։ Եթե իրենք չեն վախենում 37 վայրկյանանոց հարցազրույցի հոդվածով 6 ամիս մարդուն պահել կալանքի տակ, ինձ թվում է դա հաստատ ինքնավստահության ցուցիչ չէ, այլ մի քիչ ուրիշ բանի ցուցիչ է։ Հիմա մեղադրանքը լրացրել են, նախ լրացված մեղադրանք։ Ամեն շաբաթ կարող են մեղադրանք լրացնեն, հետո այդ մեղադրանքը մերժվի, ցույց տրվի դրա սին լինելը եւ իրենք փորձեն ինչ որ ձև երկարացնեն։ Ես պայքարում եմ իսկական հայի իմ ազգի համար, իսկական հայի։ Սամվել Կարապետյանը մեր ձևով շարժման անդամ եք, թե չէ։ Անդամ չեմ, ինչ կապ ունի անդամ եմ, ինքը որ եկեղեցին եւ արժեքները պահպանում է, ինձ համար մեծ հայ է։ Ես սովորական հայ մարդ եմ, կարծում եմ հատուկ կապ պետք չի, Սամվել Կարապետյանը այն մարդն է, այն հայ է, այն բարերարը, չեմ կարծում, որ ինքը իրան հատուկ քաղաքական դիրքավորումներից պետք է աջակցեն։ Մեկ նախադասության համար մարդուն զորով ուզում են գործ կարեն բերեն, որ այդ մարդը հայ տեսակ, հայ մարդ ավանդապաշտ, հայ ընտանիքի տղա հանդգնեց ասել, որ ես մինչև վերջ կանգնած եմ լինելու իմ եկեղեցու ու իմ ժողովրդի կողքին։ Շնորհակալություն Նաիրա Բուլղադարյանը հակակոռուպցիոն դատարանից էր հաղորդում, ես հիշեցնեմ, որ այնտեղ քննվում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու իրավապահների միջնորդությունը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Գազայի խաղաղության համաձայնագրից ժամեր անց Թրամփի խաղաղության ծրագրի ամբողջական իրագործման շուրջ մի շարք հարցեր են ծագել։
Ինչ հիմքով էր քաղաքապետը պնդում, թե Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դիտավորություն էր։ Գյուղացին խաղողի մթերման խնդիրների առաջ է կանգնել։ Հայաստան դեռ կվերադառնանք հիմա միջազգային լրահոսի գլխավոր թեմաների մասին։ Հակամարտող կողմերի Համասի և Իսրայելի բացակայությամբ Եգիպտոսում 3 ստորագրվեց Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը։ Եգիպտոսի, Թուրքիայի և Քաթարի լիդերների հետ այս փաստաթղթի տակ նաև համաձայնությունների գլխավոր միջնորդ Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունն է։ Օրն էլ պատահական չէր ընտրված, իսրայելցի վերջին գերիները տուն վերադարձան պաղեստինցի մոտ 2000 պահվող անձանց ազատ արձակման դիմաց։ Եգիպտոսի նախագահը երկամյա դաժանությունների միջով անցած պաղեստինցիներին 3 խոստանում էր ազատ կյանք սեփական անկախ երկրում Իսրայելի հետ կողք կողքի։ Բայց համաձայնագրի ստորագրումից ժամեր անց արդեն մի շարք հարցեր են ծագել, Գազայում էլ պարբերաբար կրակոց են հնչում։ Իսրայելի և պաղեստինյան Համասի միջև հրադադարը միջնորդած Միացյալ Նահանգների, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի առաջնորդները Շարմ էլ-Շեյխում 3 ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որի համաձայն ազատ արձակվեցին իսրայելցի բոլոր պատանդներն ու պաղեստինցի մոտ 2000 բանտարկյալ։ Դոնալդ Թրամփի խաղաղության 20 կետանոց ծրագրի առաջին փուլի արդյունքը համարվող համաձայնագրում կողմերը հաստատում են, որ ձգտում են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համատեղ բարգավաճման համապարփակ տեսլականի, հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր ճակատագրի սկզբունքների վրա։ Փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ սա պատմական օր է թե Մերձավոր Արևելքի, թե ողջ աշխարհի համար։ Թրամփի խոսքով համաձայնագիրը ոչ միայն վերջ է դնում Գազայի պատերազմին, այլև նոր էջ է բացում Գազան վերականգնելու համար և նոր սկիզբ ազդարարում ողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս պահից սկսած մենք կարող ենք կառուցել մի տարածաշրջան, որը կլինի ուժեղ, կայուն, բարգավաճ և միասնական ահաբեկչության ուղին մերժելու հարցում։ Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ ազատվել ահաբեկչությունից։ Եգիպտոսի նախագահն էլ ասել է, որ համաձայնագիրը հույսի շող է, որը կփակի մարդկության պատմության այս ցավոտ էջերից մեկը։ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին շեշտել է, պաղեստինցիները ևս իրավունք ունեն իրենց պետությունն ունենալ, իսկ հակամարտությունը կարգավորել հնարավոր է միայն երկու պետություն ստեղծելով։ Վերահաստատում եմ մեր աջակցությունն ու հանձնառությունն այս ծրագրի իրականացմանը, ստեղծելու երկու պետության հիման վրա կոնֆլիկտը կարգավորելու համար անհրաժեշտ քաղաքական միջավայր, քանզի դա կոնֆլիկտը լուծելու և խաղաղ ապրելու պաղեստինցիների և իսրայելցիների օրինական ձգտմանը հասնելու միակ ուղին է։ Հակամարտող կողմերը ներկա չէին համաձայնագրի ստորագրմանը։ Սա ըստ վերլուծաբանների վկայում է, որ խաղաղության ծրագրի հետագա փուլում հազիվ թե լուրջ առաջընթաց լինի, հատկապես որ լուծված չեն գլխավոր խնդիրները, այդ թվում Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասի ապագան, Իսրայելի նահանջի մասշտաբները և Գազայի կառավարումը, հարցեր, որ գուցե երկար բանակցություններ կպահանջեն։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության Իսրայելի վարչապետը մերժել է գագաթնաժողովին մասնակցելու Թրամփի հրավերը, պատճառաբանելով, թե պետք է ներկա գտնվի Սիմխաթ Տորա տոնին։ Մինչդեռ Reuters-ը և France Press-ը հայտնել են, որ Թուրքիայի նախագահն է դեմ եղել Իսրայելի մասնակցությանը։ Անորոշություններ կան նույնիսկ ծրագրի առաջին փուլի ամբողջական իրագործման շուրջ։ Պատանդների հարազատները զայրացած են, որ Համասը 3 փոխանցեց 28 պատանդների դիերից միայն 4-ը, իսկ հրադադարի համաձայնագրից պարզվում է, որ գուցե չկարողանա նշված ժամկետում, այսինքն 72 ժամում փոխանցել բոլորը, քանզի չի կարող պարզել դրանց գտնվելու վայրը։ Կարմիր խաչը հաստատել է մարմինների վերադարձի համար ժամանակ կպահանջվի հաշվի առնելով դրանք գտնելու դժվարությունները։ Դրանք կարող են փլատակների տակ լինել, հաշվի առնելով Գազայում կոնֆլիկտի ինտենսիվությունը վերջին օրերին։ Հիմա նրանք Գազա քաղաքում են, Գազայի հատվածի հարավում, կենտրոնում, սրանք տեղեկություններ են, որ չունենք։ Իսրայելի պատանդների և անհետ կորածների ընտանիքների ֆորումը կառավարությանը կոչ է արել կասեցնել հրադադարի համաձայնագիրը, նշելով, որ Համասի կողմից համաձայնագրի խախտմանը պետք է լուրջ արձագանքել։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ միայն 4 տիերի փոխանցումը կնշանակի, որ Համասը չի կատարում իր պարտավորությունները։ Համաձայնագրի ստորագրումից 1 օր անց արդեն մաքրման աշխատանքներ են ընթանում Գազայում, որի մոտ 80%-ն ավերվել է։ Բնակիչներն ուրախ են, որ վերջապես հրադադար է։ Ես աջակցում եմ ցանկացած ջանքի, որը հանգեցնում է անվտանգության, կայունության և տնտեսության վերականգնման, որպեսզի մարդիկ մխիթարվեն, քանզի բոլորը հոգնել են պատերազմից։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին, որոնք մասնակցել են հրադադարին։ Շնորհակալ ենք Աստծուն, որ հրադադարը հաստատվեց, որպեսզի մարդիկ կարողանան շունչ քաշել եւ վերադառնան իրենց տները։ Գազայում մտավախություններ կան, որ եթե Համասը ձգձգի Իսրայելի պատանդների մարմինների հանձնումը, դա կարող է խաթարել փխրուն հրադադարը, հատկապես լուրերի ֆոնին, որ իսրայելական զինուժը 6 պաղեստինցու է սպանել, որոնք ենթադրաբար հատել էին սահմանագիծը, որտեղ Իսրայելի բանակը հետ է քաշվել։ Նաև վախի մթնոլորտ կա Գազայում, հատկապես մի տեսանյութի հրապարակումից հետո, որում մի խումբ դիմակավորված զինյալներ հրապարակավ մահապատժի են ենթարկում 8 պաղեստինցու։ Զինյալներից ոմանք կանաչ գլխակապ են կրում, որն ասոցացվում է Համասի հետ։ Արդեն մի քանի օր է վերսկսվել է մարդասիրական օգնության մատակարարումը Գազա, որտեղ սով է։ ՄԱԿ-ը զգուշացնում է օգնության ծավալը դեռ բավարար չէ, ուստի կազմակերպությունն ու գործընկերներն արագ ընդլայնում են գործողությունները, որպեսզի օրական 600 բեռնատար օգնություն մտնի Գազա։ 2023 թվականի դեկտեմբերին բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67000 պաղեստինցի է սպանվել, վիրավորվել ավելի քան 169000-ը։ Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ։ Մոսկվայի դատարանը 3-5 տարվա ազատազրկման է դատապարտել հայ ազգի բլոգեր Արեգ Շեպիխինին։ Նա մեղավոր է ճանաչվել Ինստագրամում հրապարակված մի շարք տեսանյութերի համար, որոնցում նա դատախազության սպառնալիքներ է հնչեցրել չեչենների, դաղստանցիների, կովկասյան այլ ժողովուրդների, ինչպես նաև հրեաների և մահմեդականների հասցեին։ Շեպիխինի անունը լայն հանրությանը հայտնի դարձավ հունիսի 3-ին, երբ Չեչնիայից Մոսկվա ժամանած ոստիկանները փորձել էին առևանգել բլոգերին Ռուսաստանի մայրաքաղաքի երկաթուղային կայարաններից մեկում։ Առևանգման փորձը տապալվել էր, սակայն մոսկվացի իրավապահները հաջորդ օրը իրենք էին քրեական գործ հարուցել Շեպիխինի դեմ նրա խափանման միջոց որպես ընտրելով կալանքը։ Հայաստան վերադառնանք, մեկ ամսից վաղար շաբաթում ավագանու արտահերթ ընտրություններ են, քարոզարշավի պաշտոնական մեկնարկը չի տրվել, բայց տարբեր ուժեր քաղաքապետի թեկնածուի հարցում արդեն իսկ կողմնորոշվել են։ Իշխող ուժը այս համայնքում էլ ավանդական ձևաչափից չի շեղվել, ինչպես Գյումրիում կամ Փարաքարում, Էջմիածնում ևս ժամանակավորապես նշանակված համայնքապետն էլ կգլխավորի քաղաքացիական պայմանագրի ընտրական ցուցակը։ Ընդդիմությունից ովքեր են մտնելու պայքարի մեջ։ Իհարկե եկել են, որ ԿՊ-ն պարտվի։ Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն այս համոզմունքով է մասնակցում Էջմիածնի համայնքապետի ընտրություններին։ Նա ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցության թեկնածուն է։ Եթե Էջմիածնեցին հասկանում է, որ շատ հանգիստ կարող է ուրեմն իր քաղաքը լքել գնալ, ես ոչինչով օգնել չեմ կարող, բայց ես եկել եմ ասելու, որ կա ամուր բազուկ կամք կարողություն, որ միասին այս քաղաքը փրկենք, այս քաղաքը պահենք այդ լույսերի մեջ, ապրեցնող լույսերի մեջ։ Էջմիածնում ծնված մեծացած Խաչիկ Մանուկյանը ընտրողներին խոստանում է անվտանգություն ու ապահովություն, որ ինչպես ինքն ասաց, Արցախից հետո Փաշինյանի ձեռքերը չհասնեն Հայաստանի համայնքներին։ Կամ պիտի լինես ճշմարտության ու հաղթանակի կողքը, կամ բացահայտ պարտության, դավաճանության, ստի, կեղծիքի, ինչը որ բերել է։ Թող մարդիկ ընտրեն իրենց սուտը դուր է գալիս, ինքը ուզում է սուտ ապրի, պղպջակ դառնա, պայթի գնա, թե ուզում է արմատ ունենա։ Մեկ ամսից վաղար շաբաթում համայնքապետի ընտրություններ են, քարոզարշավը դեռ չի սկսվել, նախընտրական կրքերը չեն եռում, քաղաքի փողոցում բազմազան խոստումներով պաստառներն էլ դեռ չկան։ Համայնքապետի պաշտոնի համար 9 քաղաքական ուժ է պայքարում։ Իշխող քաղաքացիական պայմանագրի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է։ Կոռուպցիոն սկանդալով հեռացած Դիանա Գասպարյանից հետո նա է համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը։ Արգիշտի Մեխակյանի հետ զրուցել չհաջողվեց, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցն արգելեց մեզ մոտենալ նրա աշխատասենյակին։ Ըստ մամուլի Էջմիածնում իշխանության մրցակիցը Դաշնակցություն ու Առաջ կուսակցությունների հաղթանակ դաշինքն է։ Նրանց թեկնածուն էլ Սևակ Խաչատրյանն է, որ նախորդ ընտրություններում էլ իշխանության գլխավոր մրցակիցն էր։ 38% քվե ստացավ, վստահ է այս անգամ ավելի շատ կհավաքի ու կհաղթեն։ ԿՊ-ականները ես վստահ եմ, որ պարտվելու են ոնց որ պարտվեցի մարտի 30-ին Փարաքարում եւ Գյումրիում։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, վստահ եմ, որ վաղար շաբաթին թե Խոյ համայնքի յուղաբնակ ժողովուրդը, թե Էջմիածին քաղաքի ժողովուրդը մեզ վստահության քվե են տալու։ Սևակ Խաչատրյանը տնտեսագետ է, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորն էր։ Ընդդիմության հավաքների ակտիվ մասնակից է։ Կարծում է, այստեղ էլ ընտրությունները կավարտվեն Գյումրիի ու Փարաքարի արդյունքներով, իշխող ուժը կպարտվի։ Նրա կարծիքով Փաշինյանի թիմի վարկանիշի վրա բացասաբար է ազդել նաև Մայրաթորի դեմ արշավը։ Իրենց աշխատանքի արդյունքում իրենց ռեյտինգը
կտրուկ նվազել է եւ իրենք ռեյտինգի բարձրացման որևէ այսպես ասած գործիք չեն ունենալու եւ իրենց գործիքները չեն աշխատելու։ Սևակ Խաչատրյանը իշխանության տեխնացուին մեղադրում է վարչական լծակները չարաշահելու նախընտրական նպատակներով օգտագործելու համար։ Արգիշտի Մեխակյանը քաղաքական հակառակորդին պատասխանել է Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակով, թե իրեն զրպարտում ու սևացնում են։ Համայնքի բնակիչների հետ հանդիպում է աշխատանքի բնույթից ելնելով։ Ակնհայտ է իրենց վարքագիծը, վախվորած վարքագիծը, որովհետև այս կարճ ժամանակահատվածում մեր թիմը ցույց է տվել եւ ցույց է տալիս, որ ունակ է քաղաքացիների կարիքները բավարարել եւ ունակ է ռեալ ծրագրեր մշակել ի նպաստ համայնքի զարգացման եւ բարգավաճման։ Ժամանակավոր պաշտոնակատարը մրցակիցներին հորդորում է սպասել նոյեմբերի 16-ին։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարի համար պայքարում է նաեւ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կուսակցությունը, ընդդիմադիրներից Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստանը, Հանրապետություն, Ազատդեմոկրատներ, Ազգային առաջընթաց, Ժառանգություն կուսակցություններն էլ են մասնակցելու ընտրություններին։ Խաղողի մթերման սեզոնը եկավ, խնդիրներն էլ հետը, ժամերով, օրերով հերթերի մեջ անցկացնող գյուղացիներն իրենց կարծիքն ունեն տեղի ունեցողի վերաբերյալ, պետություն մասնավոր չհասկացվածությունն են տեսնում, որի արդյունքում տուժողն իրենք են։ Հերթ է, հեսա նայ մարդիկ ստեղ են էլ, մենք եկել ենք իրան կայնացնել են, իրենց հետևից հերթով շարվել ենք, որ հերթ հասնի մեզ հանձնենք։ Հնես չի էլի, որ ինչ-որ ուրիշ մարդկանց ընդունում են, մերը չեն ընդունում։ Իրիկունը գալիս ենք, մյուս օրը դատարկում գնում ենք։ Չնայած էկոնոմիկայի նախարարի հավաստիացումներին, որ խաղողի մթերման խնդիր չկա, Արարատի մարզի Պրոշյան գինու գործարանի դիմաց խաղողով բեռնված մեքենաների հերթեր են։ Այս տարի հերթերը գալիս է Արմավիրից։ Այս տարի խաղողի այգիները շատ բերք են տվել, որ գործարանները գյուղացու բերքն ամբողջությամբ մթերեն, կառավարությունից ասում են աջակցում են վարկերի հարցում։ Մինչև 50%-ի չափով գրավի երաշխիքից բացի նաև վարկի մուծման 9%-ն են սուբսիդավորում։ Ու չնայած այս ամենին, Պրոշյանի կոնյակի գործարանի առջև հավաքված խաղողագործներից մեկը, որ խոսեց առանց տեսանկարահանվելու, պատմեց մեկ այլ գործարանի հետ պայմանագիր ուներ, բայց ստիպված այս գործարան է բերել բերքը։ Որտեվ Արմավիրի զաուդները փակեցին, ես այնտեղ պայմանագրեր ունեի, բայց հələ չսկսած մթերելը սեփականատերերը որոշեցին փակել։ Ասում է պետությունը չի ֆինանսավորում, պետությունն էլ ասում է իրանք չեն դիմում, սենց մեկի վրա գցելով։ Հայաստանում շուրջ 40 ընկերություն կա, որ խաղող է մթերում։ Դրանցից քանիսը կդիմեն կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար, էկոնոմիկայի նախարարությունից ասացին, դեռ ժամանակ կա, դիմումները շարունակում են ընդունել։ Թե որ գործարանն ու ինչ պատճառով չի ընդունում խաղողը, էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին սեփականատերերի ընտրությունն է, կարող են դիմել աջակցության ծրագրին ու մթերել, չդիմողների պատճառների մասին խոսել չեն կարող։ Համագյուղացիների բերքը սեփական մեքենայով գործարաններ հասցնող մեր մյուս զրուցակիցը բերքի տիրոջ հետ անցնում է այդ ճանապարհը։ Չի հասկանում, եթե պետությունն աջակցում է, ինչու են իրենք այս փնտրտուքի մեջ։ Կարող սխալվում է, բայց իմ կարծիքով կառավարության ինչ-որ զավոդների տերերի մեջ այդ գործարանների մեջ ինչ-որ հարցեր, խնդիրներ առաջացել, իրար չեն հասկացել, զանգ է ասել, պետությունը սուբսիդիա չի տալու, փակում եմ։ Պայմանագիր է սկաբե մարդու հետ։ Մարդն եկել է կոմոդ ասել է խաղող ունեմ, ձեզ եմ տալում, վերցում եք։ Հա, բեր օր են խոսեմ, տոննաժ են խոսեմ, ես ինչ օրը բեր, ես ինչ քանակով բեր։ Մարդ ասենք 8-ի համար խաղող ունի, որ պետք է տանի, 4-ին զանգում են, 3-ին զանգում են, ասում են պետությունը սուբսիդիա չի տալում, զավոդը փակում են, խաղողը կոպիտ ասած ինչ կուզես արա։ Բայց անելու բանը։ Ազատությունը դիմել է Արմավիրի մարզում խոշոր ընկերություններից մի քանիսին, պարզելու, թե ինչու են մթերումները դադարեցրել, եթե մարդիկ պայմանագրեր ունեին ու չհասցրեցին իրենց բերքը հանձնել։ Պատասխան դեռ չունենք։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին 1000-ից 1500 տոննա խաղող է մնացել մթերելու։ Դա էլ կանեն։ Երևանի քաղաքապետի հայտարարությունից 4 օր է անցել, սակայն որևէ մեկը ձերբակալված չէ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի գործով։ Քննչական կոմիտեից միայն փոխանցել են, նախաքննությունը դեռ շարունակվում է։ Տիգրան Ավինյանը հրդեհի թեժ պահին, երբ Երևանը ծխի մեջ էր, հայտարարել էր, որ դեպքը ոչ թե պատահականություն էր, այլ դիտավորություն։ Հենց հաջորդ օրը քրեական գործ հարուցվեց, Ազատությունը քաղաքապետանից հետաքրքրվել էր, ինչ տեղեկությունների հիման վրա էր
քաղաքապետը իր պնդումը արել։ Պատասխան ենք ստացել։ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետ կապված 3 գործոն կա։ Առաջին, հրդեհի հաջորդ օրվա հստակ պատկերն այն էր, որ աղբը սկսել է այրվել արտաքին հատվածից եւ հետո է խորացել դեպի խորքերը։ Երկրորդ, հրդեհից 2 օր առաջ աղբավայրի պահակին մոտեցել են անհայտ անձինք, անուղղակի ակնարկներ արել, որոնք այժմ ուսումնասիրվում են իրավապահների կողմից։ Երրորդ, ընկերության հետ, որն իրականացնում էր աղբավայրի սպասարկումը, չեղարկվել է համագործակցությունը մինչ հրդեհը, գործառույթը տեղափոխվել է քաղաքապետարանին։ Վերը թվարկվածը հիմք է տալիս ենթադրելու, որ տարածքը դիտավորյալ է հրդեհվել։ Միաժամանակ իրավապահ մարմինների քննության ընթացքում պահպանվում է անմեղության կանխավարկածը եւ վերջնական եզրակացությունը կտրվի քննության արդյունքներով։ Գյումրիում եւ Վանաձորում աղբի վերամշակման գործարանը չի կառուցվում տեղական իշխանությունների պատճառով։ Ներդրողը կա, կոնկրետ Գյումրիում, սակայն հետաքրքրություն չկա։ Մեր թղթակիցն է փորձել հասկանալ 2.5 տարի ինչու չի հաջողվում քննարկումից շինարարության անցնել։ Գյումրիում եւ Վանաձորում աղբի վերամշակման 9 միլիոն դոլարանոց ծրագիրն այդպես էլ չի իրականանում այն պատճառով, որ Գյումրիում գործող իշխանությունը դրան ընդառաջ չի գնում, իսկ Վանաձորում ավականու նիստեր տեղի չեն ունենում։ Վերամշակման գործարանի կառուցման համար տարածք տրամադրելու հարցը օրակարգ չի հասնում։ Հայաստանի մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքներում մեծ ներդրում խոստացող Արմեկոտեկ ընկերության հիմնադիր Միխայել Բադինն ասում է, կարծում էր երկու քաղաքներում էլ ուրախությամբ պետք է ընդունեին իրենց ծրագիրը։ Համայնքը մենակ օգուտ կունենա։ Վանաձորում իշխանությունները խոստացել են տարածքի հատկացման հարցը ավականու առաջիկա նիստում քննարկման դնել, բայց այստեղ արդեն 7 ամիս նիստեր տեղի չեն ունենում եւ հայտնի էլ չէ, երբ դրանք կկայանան։ Իսկ Գյումրիում ընկերությունը դեռ անցած տարի ավականուց նախնական համաձայնություն է ստացել համայնքի բուլվարային թաղամասի եւ ներկայիս աղբավայրի միջև ընկած հատվածում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման մասին, բայց դրանից հետո իշխանափոխություն է եղել Գյումրիում, որից հետո գործընթացը կանգնել է։ Ավելին, անցած ամիս համայնքապետ Վարդան Ղուկասյանն ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանի հարցինի պատասխան հայտարարեց, թե ընկերության ծրագիրն ամենևին էլ օգուտ չէ Գյումրիին եւ որ աղբի վերամշակմամբ քաղաքը խոշոր եկամուտներից զրկվում է։ Իրանք ոչ թե ուզում են կոմպոստային դաշտը տեղափոխել, որ այդ մուշ թաղամասը ազատվի։ Ուղղակի իրանք ուզում են այդ աղբը օգտագործել։ Եվ այդ աղբը օգտագործելով ուզում են քաղաքի ամբողջ ուրեմն աղբի հետ կապված գումարները իրենք հավաքեն։ Եվ քաղաքապետարանը այդտեղ շատ մեծ վնասներ է կրելու։ Մի օր եկեք քննարկենք, ես դες կբացատրեմ։ Մինչդեռ Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքներն աղբից ազատելու ծրագիր ներկայացրած ընկերությունը խոստանում է, աղբահանությունն ամբողջությամբ կատարելու են իրենց միջոցներով, ժամանակին ու առաջատար եղանակներով։ Տրանսպորտային միջոցների աղբարկղերի սպասարկումը, աղբի որակյալ տեղափոխությունն ու առանց արտանետումների վերամշակումը երաշխավորում են։ Աղբի վերամշակումից գյուղատնտեսական պարարտանյութ են ստանալու լոլիկի եւ վարունգի աճեցման համար։ Աղբը տարահանենք քաղաքից ճիշտ տույք գեղեցիկ ամեն ինչը ստանդարտներին համապատասխան, բացի դա վերացնենք, բացի դա համայնքը 5% կազմակերպությունում փայ է մնում, դրա հետ մեկտեղ էլ 200 միլիոնին տարեկան համարժեք, այսինքն դա մեր կողմից անհատույց հին աղբավայրի վերաբերյալ կուլտիվացումը արվի։ Նախաձեռնությամբ հանդես եկած ընկերությունն աղբի մշակման գործարան ունի Ռուսաստանում։ Ավելի քան 2 տարի նման մի գործարան ունենալու համար պետական ու համայնքային կառույցների հետ գրագրության մեջ է։ Երկու քաղաքներում էլ տարածքի ձեռքբերման գործընթացին է հասել։ Պայմանավորվածությունն այն է, որ 3 տարվա ընթացքում պետք է ծրագիրը կյանքի կոչվի։ Բայց ընկերության հիմնադիրը վստահեցնում է, թե անգամ 1 տարին իրենց բավարար կլինի։ Երկու քաղաքներում վերամշակման գործարանները պատրաստ կլինեն, եթե խոչընդոտներ չլինեն։ Ամենակարևորը այսօրվա դրությամբ, որ մեր Հայաստանի Հանրապետությունը իրականում գնալով մոռանա աղբի պոլիգոնների մասին։ Միխայել Բադինն ասում է, ամեն տարի պատրաստ են ներդրում անել նաև եղած աղբավայրի վերացման ուղղությամբ։ Ինչու գործը առաջ չի գնում ավականու ԿՊ-ական անդամն ու ընկերությունը Գյումրիի ղեկավարից գրավոր պարզաբանում են պահանջել, այն դեռ չեն ստացել։
Մոտ 2 ժամից Դուբլինի Ավիվա մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը։ Մեկ ամիս առաջ Երևանում Հայաստանի ընտրանին 2-1 հաշվով անսպասելի հաղթանակ էր գրանցել իռլանդացիների նկատմամբ։ Նախորդ շաբաթ օրը սակայն հայ ֆուտբոլիստները պարտվեցին Հունգարիային 0-2 հաշվով, ինչից հետո F խմբում վերջին 2 տեղերն են կիսում այսօրվա մրցակիցների հետ։ Հավաքականի մարզիչը իռլանդացիների հետ թեժ խաղ է կանխատեսել։ Երբ տանը հաղթեցինք Իռլանդիային, ես ասեցի, որ իրենց մոտ լինելու է այլ ֆուտբոլ, ուրիշ ֆուտբոլ, եւ մենք պատրաստվել ենք հոգեբանորեն, մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու մեր համար այստեղ, որովհետեւ թիմը պարտվել է, թիմը շատ լավ հասկանում եմ, որ վերջին շանսերից է, որ պետք է մեզ հաղթի, որ ունենա շանս, մոտիվացիան մրցակցի մենք շատ լավ հասկանում ենք, ու 100% տարբերվելու է եւ մենք եք հասկանում եւ մրցակիցն է հասկանում, որ այս 3 միավորը շատ կարեւոր է։ Դրա համար մենք կտենանք պատերազմ։ Այսքանը այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է ազատություն.am կայքում, հետևեք մեզ նաև սոցցանցերում, YouTube-ով դիտեք եւ կաբելային ալիքներով։ Հաջողություն։